Վերջին զանգ հեռուստասերիալում տնից հեռանալու ու կարճատև համատեղ փախուստից հետո Հենրին ու Անգելինան ծնողների ճնշման տակ վերադառնում են իրենց տները։ Բայց թե Միքոն, թե Վիկտորիան ու Ավագը հասկանում են, որ այս վերադարձը ժամանակավոր է։ Նրանք կարողացել են ֆիզիկապես բաժանել զույգին, բայց ոչ հոգեպես։ Վերադարձից հետո Ավագի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է։ Նյարդային լարվածությունը, ճնշվածությունը, վախերը վեր են հանում նախկինում թաքնված հիվանդությունները։ Բայց Անգելինան չի հանձնվում։ Նա ամեն անգամ ծնողներին հիշեցնում է, որ չի պատրաստվում մոռանալ Հենրիին ու չի թողնի նրան։ Ավագը, տեսնելով դստեր վճռականությունը, սկսում է հասկանալ, որ այս ամենը ոչ միայն չի անցնում, այլև խորանում է։ Նա նույնիսկ մտածում է անել այն, ինչից միշտ խուսափել է՝ բացահայտել գենետիկ ճշմարտությունը։ Նա մտածում է ասել Անգելինային, որ ինքը եւ Հենրին գուցե ունեն արյունակցական կապ։ Ավագը այս մասին պատմում է նաև Միքոյին, բայց Միքոն այն կարծիքի է, որ դա չպետք է բացահայտվի։ Նա չի կարող թույլ տալ, որ այս գաղտնիքը լույս աշխարհ դուրս գա, նույնիսկ եթե դրա գինը լինի Հենրիի ու Անգելինայի բաժանումը։ Երեկոյան Միքոն խոսում է Հենդոյի հետ։ Առաջին անգամ նա անկեղծ է, ասելով, որ գուցե ճիշտ կլինի այլևս չխանգարել Հենրիի ու Անգելինայի միությանը, բայց Հենդոն համաձայն չէ։ Նրա կարծիքով այդ միությունը թույլատրելի չէ, եւ նա պատրաստ է մինչև վերջ պաշտպանել իրենց թաքցրած ճշմարտությունը։ Այդ ընթացքում Բագրատը վստահ իր ճակատամարտի հերթական փուլի վրա անսպասելի հայտնվում է Հենդոյի տանը։ Նա հավաքված բոլորի ներկայությամբ հպարտ հայտարարում է, որ եկել է բացահայտելու այն մեծ գաղտնիքը, որը Հենդոն ու Միքոն տարիներ շարունակ թաքցրել են։ Գաղտնիքը, որը ըստ նրա խանգարում է Անգելինայի ու Հենրիի միասին լինելուն։ Բագրատի ուղիղ խոսքը ցնցում է Հենրիին։ Միքոն խառնվում է իրար։ Միայն Հենդոն է, որ փորձում է ծածկել լարվածությունը հեգնական ծիծաղով, բայց սենյակում լռություն է, եւ բոլորը հասկանում են՝ Բագրատը դատարկ խոսքերով չի եկել։ Հենրին մի պահ քարացած նայում է հորը ու պապիկին, փորձելով հասկանալ, թե ինչ գաղտնիքի մասին է խոսքը, ինչ են իրենից թաքցնում։ Հաջորդ օրը Աննան աշխատանքի վայրում ընդունում է նոր պացիենտի։ Կինը ներկայանում է որպես Ֆրիդա Դավթյան։ Իսկ հետո մի փոքր դադարից հետո ավելացնում է նախկին շախունց։ Աննան ապշած է։ Նրա սիրտը սկսում է արագ զարկել։ Նա հիշում է Միքոյի անցյալի խոսակցությունները։ Ֆրիդա, սա հենց նա է, արդյոք այս կինը Հենրիի կենսաբանական մայրն է։ Աննան սկսում է ուշադիր նայել նրա դեմքին, ձայնին, պահվածքին։ Այս ամենը պատահական է, թե արդեն վաղուց ծրագրված հանդիպում։ Ինչ եք կարծում, Ֆրիդա Դավթյանը պատահական կերպար է, թե հենց նա է երկար ժամանակ կորած գաղտնիքի պահապանը։ Սպասում ենք ձեր մեկնաբանություններին ու կանխատեսումներին։ Այդան եւ Ռոզան եկել են աշխատանքի նույն մազերով։ Ճիշտ է։ Նույն մազերով։ Իրականում օծ չենք։ Սիրում ենք իրար, այո, մենք սիրում ենք իրար ու մենք ծիծաղում ենք։ So guys, հորիների 10%, Սա գնացին։ Մենք ճամպրուկներով գնում ենք։ Իսկ ուր Դեպի պայծառ։ կիմանաք ու որտեղ այդուլ։ Ջան, որտեղ կիմանան։ Ռեկլամ ենք։ Իմ ստուդիայում։ Կարապետյան դեպի։ Էջը թողնում եմ ներքևում։ Չգիտեմ, այս ինչ պայմաններում եմ ես աշխատում։ Կիմանաք շուտ է, սպասեք դեմ ճամպրուկները կտենակ ցույց տա։ Դրանով գնալու ենք մեր ստուդիա։ Ուրա։ Դու լա նկարում իրապես։ Շուտով տեսնելու եք Ռոզան ինձ։ Այո, այդուլը ինձ պար է սովորացնելու։ Բայց ինչ պար չենք ասել։ Այո։ Ժողովուրդ ջան, բարի երեկո բոլորիդ։ Ուրեմն հետևորդներիցս մեկը մի հարց է գրել, թե արդյոք ես ու ի վերջի զանգ հեռուստասերիալի Սեմ կերպարը իրար նման ենք, թե չէ։ Ասեմ ձեզ, չէ, հետ չեն, նման չենք իրար։ Կամ լավ, ինչ որ առումներով նման ենք, ինչ որ առումներով ոչ, ուրեմն ինչով նման չենք իրար։ Օրինակ ես իմ տեսակով շատ ակարի ունեմ, բռնկվող եմ, կարամ միանգամից հունից դուրս գամ, տենց քրեմների մեջ ընկնեմ,
Մի խոսքով հասկացաք։ Իսկ Սեմը չէ, ինքը ավելի հանգիստ, ավելի զուսպ տեսակ է, ավելի կշռադատված է հարցերին նայում։ Այդ առումով նույնիսկ Սեմին նախանձում եմ, որովհետև կուզեի, որ ես էլ մի քիչ այդպես լինեի։ Իսկ ինչով ենք նման, օրինակ ազնվությամբ մի քիչ զգալամ էլի։ Հա, այդ առումով միամտությամբ ազնվությամբ ես էլ եմ մի քիչ տենց Սեմին նման։ Բայց ընդհանուր Սեմի կերպարը շատ եմ սիրում, անկեղծ շատ է կերպարը, շատ Ես ստեղ ինչ Անգելինա։ Ես Անգելինաս եւ Հենրին նկարում ենք այն ես գոնե։ Ես գոնե լավ ժամանակ չեմ Ես գոնե պատմական տալուց չեմ ցտաղացնում։ Ես գոնե շատ բարձր տրամադրությամբ ու բարձր ցուցակով չեմ անգամ տրամադրություն։ Ես գոնե միշտ կապ չունեմ խարեք չի, հեռախոսով չեմ խոսում։ Տարբեր գործնական հարցերով։ Ես գոնե տեսարանը անցնելու Հոգնում է։ Ես գոնե տեքստ անցնելուց ֆլաշերկում չեմ գալի ասում 5 անգամ արի տեքստ անենք կարծում որ տեքստը մենք գիտենք, անգիր 10 անգամ անցնում ենք։ Ես գոնե տեքստ անցնելուց կորեք չեմ կարծում։ Ինչը պետք է ես ասեմ, ու ինքնելից հակառակն եմ կարծում։ Սարանտեն կաչարը ձերքից ստանում է։ Ես գոնե ինչքան ուժ ունեմ այդ տեսաններում չեմ սովորաբար իմիտացիան անում, թե չէ, ժողովուրդը ինձ բռնված։ Վերջ։ Թե չէ, թե ունես է։ Սակասեք, մոշ ջան, վաքսված ենք, ինչի ես նորից առանց մեյքա։ Պետք հեշտ է, քնելու տեսարան ենք նկարում, և այդ պատճառով ես իմ ամբողջ մեյքափը մաքրեցի, չհաշված նրան, որ հետո հաջորդելու է տեսարան, որտեղ ես full մեյքափ ունեմ։ Հենց որ не надо так критиковать, вы знаете? Բարի երեկո, չէ, չեք սխալվում։ Սեմը, Աշոտը վերջապես որոշեց 7 տարի անց սրտել դառնալ Սեմ։ Այլը, դուք վերջին զանգը, հələ գրեք տեսնեմ ինչ կարծիք ունեք իմ կերպարի Սեմի մասին։ Մենակ առանց այդ տրիկոն Միատել։ Մենակ առանց այդ տրիկոն հագնելու։ Չնայած որ դու ասես կարող է փոշմանեմ ու հագնեմ։